է գրանցվեի կապորքում։ Եթե արդեն գրանցվել ես ապորքում ու մտածում ես, որ այս ինֆորմացիան հնարավոր է քեզ պետք չգա, ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս նայել այս հոլովակը եւ կարող եք արագացված կերպով նայել, հնարավոր է ինչ-որ բան է եղել, որ բաց եք թողել ընթացքում։ Գրում ենք upwork.com, sign up եւ գրանցվում I am a freelancer։ Այստեղ բերելու է դաշտ ձեր անձնական տվյալները լրացնելու համար։ Լրացնում եք անձնական տվյալները, mail դաշտում նշում եք այնպիսի mail, որ դուք օգտագործում եք եւ երբ ձեզ նոր mail է գալիս, դուք ծանոթություններ եք ստանում դրա մասին։ Եվ այստեղ կարևոր կետ country, երկիրը նշում եք այն երկիրը, որտեղ դուք այս պահին բնակվում եք։ Ցանկալի չէ նշել օրինակի համար United States, եթե դուք United States-ի բնակիչ չեք։ Այստեղ կարդում եք Upwork Terms of Service, User Agreement ու Privacy Policy, որպեսզի հասկանաք, թե ինչ է կարելի եւ ինչ չի կարելի անել այս հարթակում։ Այս կետից հետո դուք նամակ եք ստանալու, որպեսզի հաստատեք ձեր պրոֆիլը։ Գնում եք ձեր mail եւ verify email դաշտով հաստատում եք ձեր mail-ը։ Հաջորդ քայլը արդեն այն կարևոր քայլերից է, որ պետք է սկսեք աշխատել ձեր պրոֆիլի վրա։ Get started, այստեղ մի փոքր հարցում եք ունենալու Upwork-ի կողմից, կարող եք այս հարցումը skip անել կամ կարող եք լրացնել ու դες էլ հետաքրքիր կլինի։ Okay, ինչ եմ ես ակնկալում Upwork-ից, full-time աշխատանք եմ ուզում, թե ուղղակի որպես side hustle idea եւ այլն։ Սա Upwork-ի համար է այս ինֆորմացիան, դրա համար շատ կարևորություն չենք տալիս այս կետերին։ Իսկ հիմա արդեն սկսեցինք լրացնել պրոֆիլը։ How would you like to tell us about yourself? Այս դաշտում ունեք հնարավորություն ձեր պրոֆիլը լրացնել ձեռքով կամ LinkedIn-ից քաշել ինֆորմացիա կամ ձեր ռեզյումեն CV-ն upload անել, որպեսզի Upwork-ը դրանից վերցնի։ Մի քանի փորձերից հետո մենք հասկացանք, որ fill out menu-ին ամենաճիշտ ձևն է պրոֆիլը լրացնելու, որովհետև LinkedIn-ից վերցրած ինֆորմացիան, ռեզյումեից upload արված ինֆորմացիան Upwork-ը այդքան էլ լավ չի կարողանում export անել եւ այսպես թե այնպես դուք պիտի գնաք ու բոլոր այդ լրացված դաշտերով անցնեք ու փոփոխություններ կատարեք։ Դες ավելի հեշտ է բաց պահել ձեր LinkedIn-յան edge-ը կամ ձեր ռեզյումեն, որից որ պետք է որոշակի ինֆորմացիա վերցնեք ու այդտեղից լրացնենք ինֆորմացիան։ Հաջորդ քայլով ընտրում ենք ոլորտը։ Որ ոլորտում աշխատում եք, այդ ոլորտին հարակից բոլոր դաշտերը նշում ենք մեր պրոֆիլում։ Հետո ավելացնում ենք skiller-ը։ Skiller հատվածում ունենք 15 skiller-ի հնարավորություն, ընտրում ենք շատ զգուշորեն։ Skiller բաժնում պետք է նշենք երկու տիպի skiller։ Դրանք նեղ մասնագիտացման skiller-ն են եւ line skiller-ը։ Օրինակի համար, եթե դուք website developer եք, website developer ձեր line skill-ն է։ Իսկ օրինակի համար React.js դա արդեն ավելի նեղացված է կամ օրինակ չգիտեմ WordPress developer, page developer, չգիտեմ HTML, CSS դրանք արդեն նեղ skiller-ն են, որ պետք է երկու տիպի skiller-ն են նշեք ձեր դաշտում։ Ինչը որ անում ենք հիմա, ամեն ինչը հետո կարող ենք փոփոխել, փոփոխման ենթարկել, բայց ցանկալի կլինի, որ միանգամից բոլոր տվյալները լրացնեք մաքսիմալ ճշգրտությամբ։ Հաջորդ քայլը title-ն է։ Այստեղ հիշում եք, որ նախորդ հոլովակի ժամանակ ես ձեզ ասացի, որ ցանկալի է գնաք եւ research անեք այն ֆրիլանսերներին, ովքեր Upwork-ում բավականին մեծ գումարներ են աշխատում եւ բավականին մեծ հաջողությունների են հասել։ Այստեղ մեզ պետք կգա նրանց title-ը եւ description-ը, թե ինչ են նշել ձեր մրցակիցները եւ ինչ կարող եք դուք նշել։ Ցանկանում ձեր title բաժինը լինի շատ ավելի լավ։ Եվ դե չենք մոռանում, որ ցանկացած հարցի դեպքում կարող եք մեզ հետ կապ հաստատել մեր Telegram-յան չաթի միջոցով։ Այնուհետև ավելացնում եք ինֆորմացիա ձեր կրթության, ձեր աշխատանքի, փորձի, լեզուների եւ մնացած բոլոր տվյալները, որը որ հերթով Upwork-ը ձեզ առաջարկում է լրացնել։ Անցանք հաջորդ կարևոր կետին, description-ին։ Պրոֆիլի description-ը այն հատվածներից մեկն է, որ գործատուները ձեր պրոֆիլ մոտ գործելուց հետո միանգամից տեսնում են։ Այստեղ ունենք մի քանի կարևոր կետ։ Պրոֆիլի description-ը պետք է լինի հստակ ձեր մասին։ Դուք ինչ եք սիրում անել, ինչպես եք ձեր աշխատանքը կատարում։ Չպիտի սկսեք hi, I am ու ձեր անունը գրեք եւ այլն, որովհետեւ ձեր անունը արդեն իսկ ձեր պրոֆիլում կա։ Միանգամից փորձեք գործատուի ուշադրությունը գրավեք։ Օրինակ, Գարիկը իր պրոֆիլի description-ը սկսել է ներկայացնելով, որ ինքը սիրում է Friends-ը եւ Desperate Housewives-ը։ Ես իմ պրոֆիլը սկսել եմ case study-ով եւ ներկայացրել եմ, թե մի քանի հաճախորդ նախորդ իմ գործատուները ինչ հաջողությունների են հասել, որպեսզի իմ պրոֆիլի կողմը միանգամից տեսնի, որ այո, ես կարող եմ նրանց օգնել հաջողության հասնել։ Մտածեք, թե ինչը կարող է միանգամից գրավել գործատուին ձեր պրոֆիլում, ինչը կարող է ձեզ մրցունակ դարձնել մնացած
ֆրիլանսերների հանդեպ, ովքեր որ ապօրքում կան եւ այդքան շատ են։ Մնացած ինֆորմացիան, որ կգրեք description դաշտում, ցանկալի է լինի ինֆորմացիա, թե ինչու պետք է հենց ձեզ հետ աշխատել, ինչ թուլերով եք աշխատում, ինչ պրոյեկտների վրա եք աշխատել, այն ամեն ինչը որ ձեզ կարող է առանձնացնել մնացած ֆրիլանսերներին։ Եվ բնականաբար այս ամբողջ ինֆորմացիան տալիս ենք հեշտ ընթերնելի ձևով։ Օրինակի համար մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել տարբեր էմոջիներ եւ պարագրաֆները գրել այնպես, որ միանգամից, եթե մարդը անգամ չկարդա ձեր պարագրաֆը, ապա հասկանա դա ինչի մասին է եւ տեսնի, որ այո, իրոք դուք փորձ ունեք։ Անգամ եթե դուք լրիվ սկսնակ ֆրիլանսեր եք, կապ չունի, ձեր description-ը պետք է ցույց տա, որ դուք ջանք եք գործադրել եւ որոշակի տեղեկություն ունեք ձեր ոլորտի մասին։ Հաջորդ քայլով նշում եք ձեր ժամավճարը, hourly rate-ը, որը որ երևալու է ձեր պրոֆիլում։ Սա այն վճարն է, որը որ գործատուն ձեզ տալու է եւ ինչպես տեսնում եք, Upwork-ը ունի service fee, ձեզնից գումար է պահում, մոտավորապես 10%-ի կարգի պահում է ցանկացած գործից, այսինքն ոչ թե դուք 10% պահում է ոչ թե մի ամբողջ աշխատանքից, այլ ըստ գործատուի։ Օրինակի համար, եթե դուք ունեք 5 գործատու, այդ 5 գործատուից է ամեն ժամի համար ձեզնից մինուս 10% Upwork-ը գումար է պահում։ Այս թիվը երևալու է ձեր պրոֆիլում, սակայն ցանկացած գործի դիմելիս դուք կարող եք այս թվից մի փոքր ցածր, մի փոքր բարձր թիվ դնել եւ էքսպերիմենտ անել, հասկանալ ինչն է տվյալ պահին ձեզ համար աշխատող տարբերակ։ Եթե դեռ չունեք որոշված hourly rate, թե ինչքան է ձեր ժամավճարը, ապա ցանկալի է միջինացնեք այն գումարը, որը ձեզ պետք է միջին կյանքով ապրել համար եւ նաեւ research անեք, հետազոտություն անեք, թե մնացած ֆրիլանսերները ձեր նույն չափ գիտելիք ունենալու համար ինչքան գումար են ուզում Upwork-ից, ինչքան է իրենց ժամավճարը։ Սահմանեք ստանդարտ մինիմում ինչ-որ մի հատ վճար, որից ներքև աշխատել չեք պատրաստվում։ Եվ այդ գումարը նշեք ձեր պրոֆիլում։ Ու միշտ տարբեր գործերի դիմելիս մի փոքր բարձր, մի փոքր ցածր թվեր դրեք, խաղացեք այս թվերի հետ, որպեսզի հասկանաք, որ գումարն է, որ աշխատողը ձեր պարագայում եւ ձեր ոլորտի համար։ Մի բան էլ այստեղ, ինչքան որ նեղ մասնագիտացում ընտրեք, այնքան ավելի շատ է հավանականությունը, որ գործատուն ձեզ կցանկանա վճարել այդ գումարը։ Դրա համար մենք ձեզ հետ միասին աշխատելու ենք ձեր specialized profile-ի վրա եւ ստեղծելու ենք մի հատ նիշ, որում որ դուք ավելի մրցունակ կլինեք։ Սրա մասին հետո։ Ժամավճարը նշելուց հետո մնում է մի քանի տեղեկություն տակ, թե որտեղ եք բնակվում, ձեր հասցեն եւ այլն։ Սրանք այն ինֆորմացիաներն են, որը չի երևալու Upwork-ում, սակայն ձեզ verify անելու համար, հետագայում ինչ որ հարցեր առաջանալու համար պետք է նշեք տվյալ վայրը, որտեղ որ դուք բնակվում եք կամ գոնե գրանցված եք, եթե նույն երկրի տարածքում է։ Եվ ամենակարևոր կետը այստեղ, որը երևալու է ձեր պրոֆիլում, դա ձեր պրոֆիլի ֆոտոն է։ Պետք է նախորդ ընտրեք մի այնպիսի նկար, որը որ ցանկալի է ունենա ավելի մուգ background, որովհետև Upwork-ում երբ որ ունենք սպիտակ կամ սև light dark mode, այստեղ արդեն սպիտակ background-ը կորչում է եւ գործատուները հավանականությունը տալիս են այն ֆրիլանսերներին, ովքեր ավելի վառ աչքի ընկնող նկար ունեն իրենց Upwork-ի պրոֆիլում, քանի որ Upwork-ի պրոֆիլի նկարը այն առաջին կետերից է, որը որ գործատուն տեսնում է, երբ որ դուք cover letter եք ուղարկում։ Դրա համար ընտրեք այնպիսի նկար, որը որ կարծում եք ձեզ կառանձնացնի մնացած ֆրիլանսերներից։ Հետագայում այս նկարը նույնպես կարող ենք փոխել, սակայն ավելի լավ կլինի միանգամից լավ նկարով հանդես գալ։ Եվ վերջում մեզ մնում է submit profile անել։ Մի հատ ընդհանուր նայում ենք, ինչ ենք լրացրել, ինչ կա ընդհանուր եւ submit profile ենք կլիկ անում։ Այս բաժինը չենք մոռանում submit անելը, որովհետեւ մեր ամբողջ աշխատանքը կկորչի, եթե սա չանենք։ Եվ հաջորդ դասի ընթացքում արդեն կտեսնենք ինչպես մեր պրոֆիլը օպտիմիզացնենք։